Երևանի Խամաճիկների պետական թատրոնում ամանորյա վերջին ներկայացումներն են։ Նախորդ տարեվերջից փոքրիկ հանդիսատեսին պատմում են հայտնի ու սիրված Մարդուկ Ջարդուկի իրենց տարբերակը։ Բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է։ Ներկայացումը ես բեմադրել եմ 10 տարի առաջ եւ Խամաճիկների փոքր բեմում եւ ինքը մեր թատրոնի ամենասիրված ներկայացումն էր։ Ինքը այնքան սիրված էր, մենք որոշել էինք ամեն տարի սա դնել եւ հետո վերադարձա 5 տարի հետո այս ներկայացմանը նորից նոր կազմով կան տիկնիկներ ներկայացման մեջ, Մարդուկ Ջարդուկն է հենց տիկնիկը գլխավոր, որը հետո արդեն վերափոխվում է եւ դառնում է արքայազն։ Եվ ամեն ինչ, ամեն հրաշք կատարվում է տիկնիկների միջոցով, այսինքն Եղևնին մեծանում է, տնակ մեծանում է, Եղևնու միջից դուրս են թռչում տիկնիկներ, հետո դրանք վերածվում են հրեշտակների եւ պարում են մարդիկ, այսինքն խառը տիկնիկներ ու մարդիկ լրիվ խառնած է իրար, բայց ամբողջը արդարացված է։ Ներկայացումը բեմադրվել է Նանեներ պարային ստուդիայի հետ համատեղ, քաստինգին մասնակցել է գրեթե ամբողջ պարախումբը, ընտրվել է 12 պարող։ Թե ես, թե մեր երեխաները ձեռք բերեցինք հսկայական փորձ, որովհետև թատրոնը ճիշտ է, թատրոնն ու պարարվեստը արվեստների տեսակներ են, բայց շատ տարբեր են եւ մեր համար նորություններ։ Ներկայացման գլխավոր հերոսները 10-ամյա Մարիա Հովսեփյանն ու 13-ամյա Արթուր Քիրամիջյանն են։ Սկսել են հաղթահարել բեմ բարձրանալու հուզմունքը։ Երևի, ես չգիտեմ։ Չի անցել։ Ավելի մի քիչ դժվար է բացատրում, բայց անցել է, երևի։ Ներկայացումը չնախատեսված ընթացք է ունենում։ Դահլիճը հոսանքազրկվում է, բայց փոքրիկ հանդիսատեսը չի լարվում ու սկսում երգել Կոմիտասի կաքավիկը։ Ինչպես ասում են, երբ սպասում ես հրաշքի, այն անպայման իրականանում է։ Դահլիճը կրկին լուսավորվում է, ներկայացումը շարունակվում։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։